Բարև ձեզ, ես Ռուզաննան եմ, դուք գտնվում եք իմ Carnivore Start ալիքում։ Ուրեմն ես ուզում եմ այսօր խոսալ եւ ընդհանրապես տարբեր թեմաներից, ամենայն դեպս ուզում եմ այսօր խոսալ Carnivore-ի անբաժան մի մասնիկի մասին, ճարպերի, թե որքան կարևոր են ճարպերը Carnivore դիետայում։ Ճարպերն են էներգիայի հիմնական աղբյուրը, որը ստանում է Carnivore դիետայի ժամանակ։ Երբ որ ուտում ենք բացարձակ մենակ չոր միս, այդ դեպքում դա էլ է լինում, միգուցե եւ ավելի շուտ ենք քաշը գցում, բայց ամեն ինչում կա նաեւ ենթատեքստեր։ Ճարպերում կարևորը որ ճիշտ ճարպ ընտրելն է։ Մսին կպած ճարպը հենց բնական տեսքով շատ հագեցնող է, պարունակում է A, D, K վիտամիններ։ Եվ կա երկրորդ տեսակի ճարպը, կարագը, իհարկե բնական կարագ, առանց որևէ հավելումների եւ բնական կարագ, մաքուր։ Դա նույնպես պարունակում է A, D եւ K2 վիտամիններ, որոնք նույնպես օրգանիզմի համար շատ լավ են, շատ առողջարար։ Խոզի ճարպը շատ հագեցնող է, պատրաստել դրանք միսը կարող ենք տապակել, շատ հիանալի կերպով տապակվում է միսը։ Ձկան յուղերը, ձկան ճարպերը, դրանք օմեգա 3-ի աղբյուրներ են։ Ձկան ճարպերը նույնպես հագեցնող են, ես չեմ ասում հենց ձկան ճարպը վերցնես եւ պատրաստես, չէ, ձուկը ուղղակի ճարպոտ ձկները տարբեր տեսակի շատ առողջարար են ու օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Հիմա տեսեք, եթե մենք նիհարում ենք, բնականաբար, եթե դա նիհարելու համար է, բայց կան մարդիկ, որ ուղղակի Carnivore դիետա, ես շատ մարդկանց գիտեմ, որ նրանք ընդհանրապես քաշի հետ խնդիրներ չունեն, ընդհանրապես։ Ուղղակի նրանք ուզում են այդ մարդիկ եւ ամբողջ ռուսական այդ Carnivore կանալները եւ արտասահմանյան, եթե ուսումնասիրում ենք, նրանք գրեթե շատ քչերը, որ ինչ որ քաշի խնդիրներ ունեն, իսկ եթե ունեն, դրանք մի քանի կիլոգրամների խնդիրներ են, այդպես էական խնդիրներ չկա։ Բայց մարդիկ տարիներով 5, 2, 3, 10, 15 տարիներով պահում են Carnivore դիետան զուտ առողջության համար։ Տարբեր հիվանդություններ մարդիկ ունեն հիվանդություններ աուտոիմունային սիստեմի, մաշկային խնդիրներ ունեն ստամոքսի յազվաներ, ունեն հոդացավեր, մի խոսքով ես մի քանի անգամ եմ դա ասել, եւ բոլորին ամեն մեկին յուրովի Carnivore դիետան օգնում է։ Այնպես չի, որ մարդիկ զուտ քաշի համար են անում։ Հիմա այս ճարպերից ինչը Carnivore դիետայում չի կարելի, երբեք չի կարելի բուսական յուղը, ձեթ, արևածաղկի եւ մնացածը ինչպես ասում են, արեխների ձեթերից, դա տարբեր հատիկավորների ձեթերից վերջացած, որովհետև ձեթերը իրենց մեջ
պարունակում են բորբոքային պրոցեսներ են պարունակում եւ դա այդքան էլ ճիշտ չէ։ Իսկ բնական ճարպերը դրանք բոլորն էլ հակաբորբոքային ճարպեր են, մանավանդ օմեգա 3-ը, ձկան ճարպերը։ Երբ որ միս ուտում ես գոնե եթե ոչ հավասար, բայց գոնե ճարպոտ միս, այդ դեպքում հագեցվածության աստիճանը այնքան մեծ է, որ ասենք կարնիվոր դիետայում մարդիկ կան, որ օգտագործում են միանգամվա սնունդ, կուշտ, տեղը տեղին ուտում են ու անցնում է մյուս օրը։ Լեղու արտադրելու համար նույնպես իհարկե դե տեղ էլ նորից չափերի մասին կոնկրետ չկա, ամեն մարդ իր օրգանիզմից հետևություններ պիտի անի, իրան ինչն է լավը, ինչը վատ։ Ավելի լավ է ճարպոտ միսը մարսվում, լեղին ավելի շատ է արտադրվում եւ ճարպոտ միսը ավելի շուտ է մարսվում եւ իրեն ավելի ճիշտ է։ Եթե նույնիսկ ուտես հավի դոշ առանց յուղի, օրինակ իմ մոտ այդպես է, երբ որ ես ուտում եմ չոր հավի դոշ, իմ մոտ նորից սկսում է ժոգա ասածը։ Տարբեր մարդկանց, տարբեր ձևի, տարբեր հիվանդություններ, տարբեր հիմա։ Եթե ուզում ենք շատ արագ քաշ գցել, դա երևակայի այդպես էլ չի, ոչ մի կախարդական փայտիկ չկա, որ այսպես խփես, հնարավոր է ժամանակի ընթացքում քաշդ կանգ առնի ու նորից սկսի իր ճանապարհը։ Այդպես չի, որ միանգամից կարողանաս, մանավանդ որ գոյություն ունի ադապտացիոն շրջան, բոլոր դիետաներում էլ այդպես է, օրգանիզմը սովորում է այս ձևի օգտագործելու սննդակարգը։ Ահագին ժամանակ օգտագործվել է ածխաջրեր, էներգիան ստացել եմ ածխաջրերից, հիմա էլ զուտ ճարպերից, սպիտակուցներից։ Մենակ սպիտակուցները ոչ միայն իմ կարծիքով եւ ընդհանրապես մենակ սպիտակուցներով մարդիկ շատ արագ կարողանում են նիհարել, բայց մանավանդ այն սպորտսմենները, այն բոդիբիլդինգով զբաղվողները, որոնք ոչ մի ճարպի կտոր չեն ուզում իրանց սուշկայի ժամանակ սպիտակուցներով լավ նիհարում են։ Բայց կանանց համար, կանանց հորմոնի ամենագլխավոր հորմոնների ամենագլխավոր պատասխանատուն բոլոր տեսակի ճարպերն են։ Եթե ճարպը քիչ է քանակությամբ, իհարկե նորից եմ կրկնում բնական ճարպերը, եթե ճարպը քիչ է քանակությամբ, ունենում են հորմոնալ խնդիրներ, ունենում են մազաթափություն, ունենում են եղունգների ոճամրություն, կանացի շատ ու շատ հիվանդությունների ու պրոբլեմներ։ Դա այդքանը ճարպերի մասով։ Սպիտակուցները, եթե դնենք մենք ամեն անգամ նստենք չոր հավի դոշի, հնդկահավի դոշի պահով եմ ասում, չոր սպիտակուցների վրա, ապա շատ սպիտակուցներն էլ, ընդհանրապես սպիտակուցները շատ քանակության դեպքում նրանք վերարտադրում են գլիկոզա։ Նորից եմ ասում, երբ որ մարդիկ ասում են գլիկոզա ուղեղին պետք է, այո, գլիկոզա ուղեղին պետք է, բայց ուղեղը ինքն էլ է կարողանում գլիկոզա վերարտադրում է սպիտակուցներից, եթե դա լինում է մեծ քանակությամբ։ Հետո շատ կարևոր է կարնիվոր դիետայում, երբ որ միկրո-մակրո էլեմենտներ գոյություն ունեն,
դա պետք է կա մարդկանց մոտ եւ իմ մոտ էլ նախքան դիետային անցնելը, երբ որ ես ուգլիվոդ շատ էի օգտագործում, կար սուդրկ ասածը իմ ոտքերին, դες խոսքից խոսք է բացվում, ես չեմ գրել պատրաստվել, ուղղակի խոսալու ընթացքում հիշում ես որը ինչ, սկսվում էր ահավոր սուդրգներ, մեկ աջ ոտք, մեկ ձախ ոտք, մանավանդ գիշերվա արդեն երեկոյան պարկելուց ու գիշերվա կողմերը, այս վաղը կլինի իմ մեկ շաբաթը, որ վիդեո եմ ներկայացնելու, բայց մի խոսքով ամսի 5-ից եմ սկսել, այդ օրվանից այդ սուդրգները չկան, ընդհանրապես չկան, բայց մարդիկ կան, որ կետո դիետայի ժամանակ և կարնիվոր դիետայի ժամանակ ասում են, որ սուդրգներ կան, դա պակաս այն դեպքում է լինում, երբ որ կալին և մագնին օրգանիզմում քիչ է, ես հավելյալ կալի մագնի չեմ ընդունում, բայց կարելի էր մագնի ընդունել, ամենայն դեպս ընթացքում կերևա ինչն է պակասում, ինչն է ավելանում և այլն, ես դա լրացնում եմ հանքային ջրով, հանքային ջրերը օգնում են, հանքային ջրով եմ լրացնում, հետո ջուր խմելը, քանի որ դու սպիտակուցներ ես ուտում, սպիտակուցները, որպեսզի հեշտ մարսեն ու շատ վնաս չլինի օրգանիզմին, հարկավոր է շատ ջուր խմել, բայց այստեղ էլ կա, ոնց որ ասած, պատվող, երկու կողմից էլ, եթե շատ ջրի դեպքում էլ կարող է նորից լվանալ տանել մեզի հետ բոլոր հանքային աղերը, համենայն դեպս այդպես, բոլորս էլ, եթե նայում են բոլոր սննդակարգ պահողներին, բոլորն էլ իրենց կյանքի փորձից ինչ է ազդում, ես այսօր մի քանի անգամ տարբեր տեղից տարբեր մարդու եմ լսել և հասկացել եմ մի բան, ոչ մեկիս օրգանիզմը ոչ մեկիս նման չի, փորձում ենք, ամեն մեկը մի բան է փորձում, բայց որ նիհարելու, առողջ լինելու համար ածխաջրային սնունդը միանշանակ դա պետք չի, լիքը պատճառներով պետք չի, այն որ բացի որ քաշի մասին ուրիշ խոսակցություն, այն որ առողջական խնդիրներ են առաջացնում տարբեր, դա էլ մյուս կողմից, ես հանքային ջուրը խմում եմ ու փառք Աստծո շաբաթվա մեջ այդ սուդրգները չկան, նորից եմ կրկնում, մարդիկ կան, որ ասում են սուդրգներ լինում են, բայց հետո ես իմացա, որ եթե ճարպը օգտագործում ես, նորից եմ ասում, ոչ այն քանակի, որ արդեն կալորիականությունները չափից շատ լինեն, գոնե մարդ պետք է անի մոտավոր հաշիվ, ինչը ես չեմ սիրում ընդհանրապես կալորիա հաշվել, գոնե մոտավորապես մի անգամ հաշվարկես ու հասկանաս պլյուս մինուս այնտեղ քեզ ինչ է պետք, ինչքան է ճար պետք, ինչքան է միս պետք, օրինակ ես այսօր ընդհանրապես, իդեպ օրըստօրե քչանում է ուտելուս քանակը շատ է քչանում, օրինակ ես երեկ ասենք կողքից նորից խոզի ճարպ եմ ավելացրել, պանիր, այսօր դա ինձ պետք չէր, ես կերել եմ ուղղակի ժարի տարած հավի բտիկներ, առավոտյան, դա կլիներ երևի մի
դե դրանք ոսկորով են, եթե այդպես ոսկորովը հաշիվում ես, դա այդքան էական չի։ Նու ինքը իրան զուտ միսը կլիներ մոտավորապես մի 200 գրամ, ու ոչ մի բան։ Ես առավոտյան 10-ին դա եմ կերել, այսօր նախաճաշը շատ շուտ էր, ընդհանրապես 11-ին ու 11:30-12-ին ա լինում, նայած օր։ Իսկ այսօրվա կերածս եղել է այդքան մենակ այդ միսը, մի քիչ հանքային ջրի հետ ու մնացածը արդեն ջուրը։ Եվ երեկոյան կողմում կերել եմ նորից ոսկորները եթե հանած, մի 100-150 գրամ, այդքան էլ չէր լինի, հաստատ այդքան չէր լինի, ինքը ոսկորներով էր, այդքան նորից հավի այդ բուդիկների մասը ժարի տարած խոզի ճարպով, խոզի հալացած ճարպից ստացած յուղով և նույն այդ ճարպի մեջ, երբ որ արդեն պատրաստ էր միսը, ես ավելացրել եմ 3 ձու ձվածեղ, գլազոկի նման, և դա է եղել իմ ուտելը։ Ձուն ես ավելացրեցի ու հենց հիմա զգում եմ շատ ահավոր կուշտ, նույնիսկ եթե իմ մտքով հիմա անցկացնեմ, ինչ կցանկանայի ինչ-որ մի համով բան, ինչ-որ մի լավ բան, անգամ այդ մտածելուց ճիշտն ասած արդեն սրտխառնոց է առաջանում մոտս, էլ ուր մնաց թե ուզես, որովհետև ահավոր կուշտ է պահում։ Ու այս հիմա ժամը 5:30 է երեկոյան, և դա չնայած 5:30 հիմա է, ես ընդհանրապես 4-ին եմ ընտրել։ Պատկերացրեք արդեն 4-ից մինչև 11-11:30, միգուցե 12-ը ես ընդհանրապես ուտելու կարիք չեմ զգում, արդեն կամաց, ինչը չէի ասի սկզբնական օրերի համար, իհարկե անպայման աշկս քաղցրավենիք էր ման գալիս, ասեմ նաև որ տանը կա քաղցր, կանֆետ էլ կա, պեչենյաներ էլ կան, ամեն ինչ էլ կա, ընդհանրապես պետքս չի նույնիսկ նայել։ Էն որ ես սիրում եմ բանջարեղեններ, վարունգ, պամիդոր և այլը, դրան էլ շատ հանգիստ եմ վերաբերվում արդեն, ընդհանրապես ոչ մի ձևի ծիագա չկա ոչ մի բանի, ասենք, կողքից էլ չկա, որովհետև ես ճարպը շատ եմ օգտագործում առայժմս։ Քչացնել, այո, կքչացնեմ, էդ էլ ոնց որ ասում են ընթացքում կերևա, կքչացնեմ այն ժամանակ, երբ որ կզգամ, որ արդեն իմ օրգանիզմը ադապտացվել է և տենց կողմնակի ինչ որ չեմ նայի, սա այսպես է, սա այնպես է։ Կցանկանայի գնալ, այս տարիներին միսը առաջ շատ լավ էր, քանի որ այս տարիներին ուղղակի մեզ մոտ հարմար չի կոնկրետ գնալ մսավաճառի մոտ շատ արագ ու լավ որակի ներքին անասունի ներքին օրգաններ գնել, թոք, սիրտ, չնայած ճիշտը որ ասեմ ես թոքի բալեշիկ չեմ, բայց դա պետք է, որովհետև ամենաշատ C վիտամինը գտնվում է անասունի սև թոքի մեջ, տավարի սև թոքի մեջ, իհարկե սիրտն էլ, մյուս երիկամներ մնացած բանեն էլ են շատ օգտակար, ճիշտն ասած ես սիրտ եմ սիրում, ճարպոտ սիրտ, ճարպոտ, թեկուզ որ ասում էի ճարպոտ, հենց ճարպոտ այդ լյարդը իրա ճարպով, հենց բնական իրա ճարպով ժարի տարածը, էլի նորից շատ լավ միջոց է։ Այսօր ես
Եթե կուզենաք, ես նույնիսկ աղբյուրները ասեմ, միասին կնայենք, կքննարկենք, մարդիկ ասում եմ նորից տարիներով են դա պրակտիկայում իրենց արել, ես էլ քիչ պրակտիկա չունեմ, մոտավորապես 2 ամիս եղել է այդպիսի պրակտիկա, բայց մարդիկ իրանց պրակտիկայից հելնելով ասում են, որ իմ ասած մարդիկ նրանք նաև սպորտսմեններ են։ Մարդը ասում է, որ ես կարծեմ ռուս է կամ ուկրաինացի է, միգուցե ուկրաինացի է։ Մարդը ինքը ասում է, որ ինքը պարապում է, 5-6 տարի արդեն կարնիվոր դիետայով է, ինքն էլ իր փորձից ելնելով ասում է, ես մեկ շատացնում եմ ճարպերը, մեկ քչացնում եմ ճարպերը, ինքը նույնպես ասում է, երբ որ ես ճարպերը քչացնում եմ, մի քիչ էներգիայիս աղբյուրը ընկնում է ու բնականաբար ուտելը ուզում ես, եթե զուտ սպիտակուցների վրա ես, ուտել ուզում ես, չնայած սպիտակուցները նույնպես են հագեցնում, բայց դե մենակ չոր սպիտակուցները դե այդքան էլ բան չի։ Ասում է, այդ դեպքում իմ օրգանիզմի այդ ռելիեֆը շատ հարթ է, առանց ճարպերի, ինքը նիհար տղամարդ է, շատ առանց ճարպերի, առանց այնպիսի բաներ չկա, բայց ասում է, կա էներգիայի կորուստ, երբ որ ես պարապում եմ, շուտ եմ հոգնում, հոգնածությունը լինում է, իսկ երբ որ ես կամած ասում է, սկսեցի ճարպերը ավելացնել, իմ մոտ էներգիան ավելի շատացավ, ինչ որ մի ժամանակ նա այդ ճարպերը ավելի շատ է օգտվել ճարպերից, օգտագործել եւ ինչ որ մի ժամանակ հասկացել է, որ ճարպերով իրեն լավ է զգում, բայց ասում է դրա հետ մեկտեղ, քանի որ ճարպերի կալորիականությունը շատ ուժեղ է, սկսվել է այդ մարդու մոտ, ինքը ասում է, որ ես նկատեցի, որ իմ մոտ սկսում է պատկոժնի այդ ճարպ ասածը արդեն կողերից երևում է, որ արդեն ոնց որ լցվում է, չաղանում է։ Իսկ ինքը ասում է, որ ես անում եմ այդպես, քչացնում եմ, շատացնում եմ, քչացնում եմ, շատացնում եմ։ Ու ասեմ այդ տղամարդը ասեց, որ ես ասելով ինքը անալիզներ է արել, անալիզները լրիվ բոլոր անալիզի պատասխաններից գոհ է, մանավանդ տղամարդիկ, երբ որ իմիջիալյուս տղամարդիկ են շատ զբաղվում այդպիսի բաներով, կանայք երևի ծույլ են, թե չեն ուզում, կանանց քիչ եմ հանդիպում, ընդհանրապես դրանք տղամարդիկ են։ Տղամարդը ասեց, որ այդ ճարպեր օգտագործելուց ահավոր բարձրացել է իմ տեստատորենը, ու ես ինձ լավ եմ զգում, ասում է 40+ տղամարդիկ ինչ որ դաբավկաներ, ինչ որ այլ պրեպարատների կարիք ունեն, իսկ ես ասում եմ ընդհանրապես այդպիսի կարիք չունեմ, իմ կարիք ավելի բարձր է։ Փաստորեն առանց ածխաջրերի դիետան, կարնիվոր դիետան, կետո դիետան, չնայած կետո դիետայի մեջ ինքը կա ածխաջրեր քիչ քանակությամբ, ցածր ածխաջրային ջրային դիետաները աշխատում են, թե կետոն, թե պալեո կետոգենոին դիետան, օրինակի համար ես կցանկանայի, երբ որ հասնեի իմ երազած քաշին, կա օգտագործել նաև պալեոկետոգենային դիետան, դա էլ կետո դիետա է, բայց մի քիչ ավելի ոչ խիստ, բոլոր պրոտոկոլներն էլ ունեն իրանց խիստ և ոչ խիստ սննդակարգեր։
Կարնիվորը դիետայի պրոտոկոլներից տես մարդիկ կան ասում են էլի նույնպես տարբեր ով որ պրակտիկայով զբաղվել է դիետաների մարդիկ կան որ ասում են մենք օգտագործում ենք մենակ տավարի միս օգտագործում ենք աղ ու ջուր ուրիշ ոչ մի բան մարդիկ ասում են մենք օգտագործում ենք նաև կաթնային իսկ մարդիկ ասում են ոչ մենակ մսային եւ ձուկ ուրիշ ոչ մի տարբեր դա բաժանված է տարբեր նույնիսկ մարդիկ կան որ կառնիվոր են օգտագործում կառնիվորի ժամանակ օգտագործում են 100%-անոց դառը շոկոլադներ լսել են որ մարդը մեղր է օգտագործում բայց թե ինչի համար մեղրն էլ նույն գլյուկոզան է իհարկե բնական տեսքով ոչ ռաֆինացված բայց դե տարբեր մարդիկ տարբեր ձևի կաթնեղենի հարցում ես ընդհանրապես կաթ սիրող չեմ ես կաթ չեմ սիրում բայց այ կաթնեղենից կաթ չեմ էլ խմի բայց այ կաթնեղենից ինչը վերաբերում է մածունին, պանրին, սմետանին որոշները ասում են որ չնայած ես իմ փորձից գիտեմ որ մածուն ուտելուց իմ ինսուլինը բարձրանում է քանի որ ես նորից եմ ասում ես ինսուլին ունեմ շատ բարձր ինձ պետք է այնպիսի դիետա ինձ երևի ավելի հարմար է զուտ մսային դիետան որ ուտես կուշտ մի անգամ նույնիսկ կարելի է մի անգամ ուտել որ այդ ինսուլինի բարձրանալ իջնելը չլինի բնականաբար հենց սկսում է բարձրանալ գլյուկոզան էլ նորից իր հետ ու սկսում է սովի զգացողությունը ու դա ինձ ընդհանրապես բերում է կռախի առաջ սկսում եմ արդեն աչուծախ ուտելիքներ ման գալ դրա համար ես շատ սիրելով մածունը չեմ ուզում որ մածունը չարաշահեմ կամ ուտեմ մարդիկ կան ուտում են բայց այդ մածունի մեջ կա կաթնային այդ լակտոզան այդ կաթնային շաքարը իհարկե կան նաև սպիտակուցները բայց այդ ուտելիքը ինսուլինարեզիստենտ սպառնակող կերակուր է կաթնաշոռից էլ նմանապես երբ որ ես ուտում եմ ես սովածություն եմ զգում այլի նորից վայրկյանական դրա համար իմ համար ամենաճիշտ երևակայի տարբերակը որ լինի գոնե մսային ու չոր ձվի ու մսի տարբերակը որ օրը փորձել եմ չնայած ես մի շաբաթա ես տավարի միշ չեմ կերել բայց մոտակա օրերս կգնամ կվերցնեմ շուկայից եւ միս եւ թոք ես փորձել եմ որ ամենաճիշտ ամենաառողջարար իրոք միսը որ ուտում ես դա տավարի միսն է դա ոչխարի միսն է նրանք էլ են ասում այդ ինչպես ասում են կառնիվոր գուրուները որ որոճացող կենդանիների միսը թե եթե տարբեր ազգեր նույնիսկ ձիու միս են ուտում դա էլ որոճացող կենդանիների ամենաճիշտը խոտակեր որոճացող կենդանիների միսն է դա տավարի միսը ոչխարի միսը ես էլ եմ գտնում որ դա այդպես է երբ որ ես ուտում եմ տավարի միս ես ուտում եմ 2 կտոր ասածը էլի նորից հարաբերական է մանավանդ երբ որ ուտում ես տավարի միսը յուղոտ տավարի միս էլի նորից ոչ չոր տավարի միս ինքը շատ ամեն օր փոփոխությունը զգում ես վայրկյանական նորից եմ ասում ոչ թե քաշի արագ նվազեցման այլ քո առողջական իրավիճակից բայց քանի որ
անում ենք էկոնոմիա ասվածը, ինչ-ինչ պատճառներով, իհարկե այստեղ նաև և լինում է խոզի միս, և լինում է հավի միս, և ձկի միս, կարնիվորին, որովհետև ասում են կա նույնիսկ 3 շրջան, այդ 3 շրջանը, երբ որ սկսում ես բոլոր տեսակի մսերով և ավարտում ես միայն տավարի մսով։ Շատ ցանկալի կլիներ, ես մեծ հաճույքով կօգտվեի մենակ տավարի մսից, բայց դա իմ գրպանի բանը չի, այս Հայաստանի թանկ պայմաններում հաստատ անընդհատ տավարի միս առնելը իմ գրպանի բանը չի, բայց ամենաճիշտը ու ամենաօգտակարը իհարկե տավարի միսն է, ոչխարի միսը, այդ ով սիրում է, չի սիրում, իմ մոտ այդպիսի բան չկա, այս միսը սիրում եմ, այն միսը չեմ սիրում, ասնավնոյ լրիվ մսերն էլ սիրում եմ, ես մսերի հետ ընդհանրապես, մսերի բանջարեղենների հետ ընդհանրապես պրոբլեմ չունեմ մրգերի։ Ես ձեզ ասել էի, որ ես կետո դիետան երկար եմ փորձել, էլի երկար ասելով 8 ամիս։ Կետադիետայի ժամանակ ուղղակի առավելությունը նորից տրվում է ճարպերին, հետո սպիտակուցին, հետո ամենաքիչը 5% ածխաջրերին, բանջարեղենների տեսքով, կանաչ բանջարեղենների, կանաչիների տեսքով, սալատների, կանաչ սալատների տեսքով։ Որն էր առողջարարը, որն էր լավը, կետո դիետայի ժամանակ պահեր էր լինում նույն այդ ինսուլինի հետ կապված, որովհետև կան բանջարեղեններ նորից, պղպեղը, այնտեղ կանաչ լոբին, որը ես շատ եմ իհարկե սիրում, դրանք նորից ինսուլին պարունակող բույսեր են և նորից վերադառնամ այն բանին, որ հետա նորից քաղցը սկսվում է, նորից քաղցը զգում ես, և իմ կարծիքով միակ հարմար բանը հիմա կոնկրետ իմ օրգանիզմի համար առայժմ կետադիետան է։ Սիրելիներս, տեսնենք ինչքանով կգնամ առաջ, ընթացքում կկշռվեմ, ընթացքում կասեմ, ասեմ, որ ես արդեն զգում եմ իմ վրա, բայց նորից եմ ասում, ես կոնկրետ կիլոգրամները չգիտեմ, թե ինչքան պակասեց։ Մոտ օրերս տեսնեմ, որտեղից եմ ճիշտ նորմալ կշեռ գնում, որովհետև այնպես չի, որ տանը չկա, ոչ մեկը չի աշխատում, բանի պետք չի։ Էլեկտրոնային ընդհանրապես առված օրվանից 2 անգամ սխալ-մխալ դնում ես այդ էլեկտրոնայինները մի սենյակում ուրիշ քաշացույց տալիս, մի քիչ տանում ես այս կողմից ու տեղափոխում ես դես ուտեն, չես կարողանում կենտրոնանալ, թե կոնկրետ որտեղ ինչն է քո քաշը ճիշտ ցույց տալիս։ Այդ մոտ օրերս այդ դրա հարցն էլ կլուծեմ, բայց նորից եմ ասում, արդեն զգում եմ, որ ինչ-որ ուրվածություն արդեն մոտիցս վերացել է, չհաշված մնացած այլ բաները։ Հա, ի դեպ, կարնիվոր դիետայի ժամանակ այդ ներվերի հանգստությունը, կարնիվոր դիետայի ժամանակ ուղեղդ ավելի պարզ է աշխատում, այն որ իմ մոտ կար արդեն այդ կախել ասվածը, որ կարամ ես մի պահ անջատվեմ, հիմա զգում եմ, որ կամաց ինչ-որ պարզություն է մտել գլխումս և ուղեղիս մեջ։ Տեսնենք ինչքանով առաջ կգնանք, ճիշտ է հիասթափվում եմ, որ հետևորդներ չկան, լայքեր
քիչ են, դիտումները շատ քիչ են, երևի մի երկու հոգիավոր միշտ դիտում է, նույնիսկ չգիտեմ, նախ շնորհակալ եմ այդ դիտողներից, ովքեր պաստայանի ռեժիմով դիտում են, շնորհակալ եմ, ուղղակի սիրելիներս, ախր չգիտեմ, ձեզ դա պետք չէ, եթե պետք է, միասին քննարկենք, ես կարող եմ ձեզ ասել կոնկրետ ում ալիքները, դուք նայեք, դուք ինքներդ, ես բժիշկ չեմ, որ տերմիններով ասեմ, բայց ինչքան էլ որ լսում եմ, ինչքան էլ որ հասկանում եմ, որ այդ մարդիկ ավելի ճիշտ են ու ավելի հարմար, օրգանիզմը ավելի, մարդիկ փորձ ունեն, իսկ եթե բժշկական տեսանկյունից ամենքս նայենք, նորից եմ ասում, ես բժիշկների դեմ ոչինչ չունեմ, բժշկական տեսանկյունից եթե դա նայենք, ուրեմն բալանսավորված սնունդն է ճիշտը, բայց ինչքանով է այդ բալանսավորված սնունդը բոլորին օգտակար, մեկի օրգանիզմը ածխաջուրը չի վերցնում, մեկինը գլյուտեն չի վերցնում, մյուսինը բանջարեղենը չի վերցնում, ինչքան վեգաններ են, հա, իդեպ այդ կարնիվոր դիետայի գուրուները հիմա բիֆշի վեգաններ են, որոնք ժամանակին ասել են, որ միսը չարիք է, կարմիր միսը ռակի բուն է, չգիտեմ, հեքիաթներ, ճարպերը աթերոսկլերոզային, չգիտեմ ինչ խցանումներ են առաջանում, իհարկե ճարպերը եթե անալիզը տալիս ես, խոլեստերինը բարձր է, բոլորն էլ որ դիետայով զբաղվում են, և կետո դիետայով, և կարնիվոր դիետայով, և պալեո կետոգենային դիետայով, LCHS-ով, բոլորն էլ ասում են, որ իրենց խոլեստերինի մակարդակը բարձր է, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ կա երկու տեսակի խոլեստերին, մեկը վատը, մեկը լավը, իմ կարծիքով, իմ իմացածով, իմ հասկացածով, որ այնպես չի, որ խոլեստերինը լրիվ թշնամի է, նորից խոլեստերինը էլի պատասխանատու է մեր հորմոնների համար, շատ հորմոնների համար, այնպես չի, որ դա պրիգավորա, որ վсё, դու խոլեստերին ունես, խոլեստերին նույնիսկ եթե դու ածխաջրեր ես օգտագործում, նույնիսկ մարդիկ կան, որ խոլեստերին ունեն, ինչա բերենք բոլորին բուսակիրություն սովորացնենք, թե բա խոլեստերին ունես, բա այդ դեպքում որտեղ են սպիտակուցները, մարդու օրգանիզմի ամենագլխավոր կառուցողական, մարդու բջջի կառուցողական ֆունկցիան այդ սպիտակուցներն են, մկանների համար են պատասխանատու, հոդերի համար են պատասխանատու և ընդհանրապես բջջանյութի համար են պատասխանատու, այնպես որ դա էլ ամեն ինչն էլ հարաբերական է, եկեք փորձենք, ովքեր ունեն պրոբլեմ, անցնենք այդ ուղով, տեսնենք որտեղ ենք կանգնում, տեսնենք ամեն ինչը փորձի վրա է, քո օրգանիզմին դու ինքդ կամաց սկսում ես ծանոթանալ քո օրգանիզմին, կամաց սկսում ես ծանոթանալ, դու նույնիսկ այնպիսի բաներ կան, որ դու չգիտես, դա քո օրգանիզմին լավ էր, թե վատ էր, դու ուտում ես ու վсё, սիրում ես ու վсё, բայց դա էդի տենց չի, ամենաճիշտը փորձում ես ու քո մաշկի վրա, այն ոնց որ ասում են քո մաշկի վրա, քո օրգանիզմի դեպքում արդեն զգում ես, դա քեզ պետք է, դա քեզ պետք չէ, եկենք միասին անցնենք այդ ճանապարհը, իսկ ովքեր նույնիսկ եթե չեն ուզում այդ նիհարելը, ուղղակի զուտ առողջությունից ելնելով նորից եմ կրկնում, այնպես չի, որ մարդիկ, այդ բոլոր իմ թվարկած մարդիկ, ես մի օր նույնիսկ կանոնները կտամ, մտեք, տեսեք, այնպես չի, որ դրանք
հենց ավելնորդ քաշ ունեն բոլորը ու բոլորն էլ նստած ասում են, որ չէ, պետք է սենց կամ պետք է չէ, մարդիկ հազարավոր նիհար աղջիկներ, տղաներ, տղամարդիկ կանայք են օգտագործում այդ դիետաները կետոգեն եւ կետո դիետան եւ կետո պալեո դիետան եւ այդ զուտ առողջական վիճակից ելնելով օրինակ կետո դիետան էպիլեպսիկների համար է շատ լավ, բայց այնտեղ պետք է շատ խիստ կետոգեն դիետա պարունակվի, այն որ ամեն ինչը համարյա ճարպի վրա ու դա էպիլեպսիկների բուժման միակ մասն է։ Նույնը այդ նույն կետո դիետան եւ նույն կարնիվոր դիետան էկզեմաների համար, մաշկային տարբեր հիվանդությունների կարմիր գույնի մաշկ ունեցողների, ես հիմա անունը չեմ կարող ասել, մարդիկ կան, որ թշները ահավոր կարմիր, մի խոսքով մաշկային հիվանդությունների համար ամենաէֆեկտիվ մարդիկ նույնիսկ ցույց են տվել իրանց ձեռքերի դեմքի վիճակը ու ցույց են տալիս, թե հիմա իրանք ոնց են զգում։ Մարդիկ շատերը ստամոքսի աղիքային հիմա ես այնքան եմ այդ ռուսական կանալները լսում, թե հայկական դա չի էլ ինձ ճիշտ ասած ոնց որ ասում են հանդիպել, որ բան անեմ, ինչպես է կոչում դա դրիավի կիշեչնիկ, ծակոտված աղիք, չգիտեմ, այդ դրիավի կիշեչնիկ ասածն էլ, որ շատ բանջարեղենները օգտագործելուց է դա լինում, քանի որ աքսալատները բոլոր կանաչ բանջարեղենների մեջ կան, կանաչիների ավելի ճիշտ են, այն սպանաղի մեջ է, բազուկի տերևների մեջ եւ այլ, չնայած եթե չխաբեմ, ես շատ եմ սիրում եւ դա, ընդհանրապես եթե թեմաները տարբեր թեմաներ կան ու կցանկանամ, որ կամաց օրը մեկ թեմայի կծանոթանանք, կներկայացնենք, միասին առաջ կգնանք, այս դա ոչ ագիտացիա եմ անում, ոչ էլ ինչ որ համոզում եմ, ոչ էլ դիսերտացիա եմ կարդում, այլ ուղղակի ուզում եմ ինձ հետ միասին ինձ հետևեք, տեսնեք իմ փոփոխությունները եւ ինչու՞ չէ մեր ալիքը, իմ ալիքը առաջ գնա, իմ մոտիվացիան չկորի, որովհետև ես ասում եմ, ես շատ անգամներ եմ սկսել բաց թողել, սա էլ ուզում եմ լինի իմ օրագիրը, թող լինի այդպես կոչված կետո կարնիվոր օրագիրը, նորից եմ կրկնում, միգուցե ես հետո փոխեմ կետոյի, որտև դա էլ լավ եղե, բայց առայժմ ընդհանրապես միտք չունեմ, հետոն կերևա ինչ է լինելու։ Այսօր այսքանը սիրելիներս, գրանցվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, անցնենք այս ուղին, տեսնենք մինչև որտեղ եմ ես հասնում, բայց ես շատ կուզենայի, որ դա երկար լիներ, երկար ճանապարհ լիներ եւ ալիքիս ճանապարհը երկար լիներ, հույսով եմ կբաժանորդագրվեք, կհետևեք ալիքին եւ դա լիներ իմ նիհարելու ու առողջացման process-ը։ Ովքեր դրա կարիքը ունեն, կարող եք միանալ ինձ, միասին, ոնց որ ասում եմ, մարաթոն ստեղծենք ու անցնենք առաջ։ Շնորհակալություն, ուշադրության համար ու շնորհակալություն այն քիչ հետևորդներին, որոնք ինձ հետ են։ Հույսով եմ ընթացքում կավելանա։ Շնորհակալություն, ցտեսություն։